Բարի օր, ռադիո ընդունիչ FM 106 եւ կես հաճախության վրա լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում է Հայկու Հիմինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա Թարմ ուղեղը կրթության մասնագետ Արա Աթայանն է։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Դուք եղել եք մեր Թարմ ուղեղով հաղորդաշարի հյուր, գիտեք, որ քննարկում ենք նախորդ օրվա լրահոսը, հետաքրքիր իրադարձությունները, բայց մինչ լրահոսին անցնելը, կա ինչ-որ գործընթաց, որին ամենաուշադիրն եք հետևում։ Հայաստանի ներսում ինձ համար ամենաեական գործընթացը բնականաբար դա կրթության ոլորտում զարգացումներն են, եւ այդ հարցին ես հետևում եմ մեծ ուշադրությամբ եւ դեռ չեմ կորցրել հույսը, որ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը։ Իսկ համաշխարհային process-ների մեջ մեծ ուշադրությամբ հետևում եմ 3 բաների։ Առաջինը այն process-ների նույնպես, որոնք կատարվում են կրթության ոլորտում, եւ դրանից բացի 2 քաղաքական իրադարձություններին, Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ Միջին Արևելքում, Մերձավոր Արևելքում ավելի շուտ ծավալվող իրադարձություններին իսլամական պետության հետ կապված։ Պարոն Աթայան, մինչև անցնելը մասնագիտական ձեր հարցերին, այսինքն կրթության հետ կապված հարցերի քննարկմանը, որոնք առանձնացրել ենք այսօր, խոսեինք մեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին, մասնավորապես Հայաստանը մտավ Մաքսային միություն, սակայն մի մասը դեռ պնդում է, որ պետք է դուրս գա, այսինքն դուք ինչպես եք տրամադրել։ Ինչ վերաբերում Մաքսային միության, ես կարող եմ ասել, որ հասարակությունը բավարար չափով ուղղակի երևի թե տեղեկացված չէ, որպեսզի դատողություններ արվեն, որովհետև շատ դժվար է պատկերացնել իրականում ինչ ենք մենք շահում եւ ինչ ենք մենք կորցնում եւ ինչ կկորցնեինք, եթե չմտնեինք։ Ես ավելի շուտ որպես քաղաքացի հարց կունենայի, ինչու մենք բավարար չափով տեղեկացված չենք, որովհետև շատ հնարավոր է, որ պայմաններն այնպիսին են, որ դա լավագույն լուծումն է, բայց մենք չգիտենք դրա մասին։ Եվ ինձ թվում է, որ հասարակությունը ուղղակի պետք է ձգտի ավելի թափանցիկ դառնալ եւ մեր քաղաքականությունը պիտի ավելի թափանցիկ լինի, այդ դեպքում միգուցե հարցերը իրենց պատասխանը կգտնեն։ Իսկ ինչ վերաբերում է հատկապես հակառուսական եւ արևմտամետ կամ հակառակը ռուսամետ տրամադրություններին, ես կարող եմ ասել հետեւյալը. իհարկե եվրոպական մշակույթը մեզ համար ունի որոշիչ նշանակություն այն իմաստով, որ ժամանակակից մարդու, ինքնագիտակից մարդու համար արժեքների զգալի մասը ձևավորվել է հենց եվրոպական մշակութային դաշտում։ Սակայն որևէ մարդկային, անձնական, հոգևոր եւ այլն դիրքորոշում չի կարող լինել արհեստական համատեքստից դուրս։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է ռեգիոնալ համատեքստը եւ շատ կարեւոր է այնուամենայնիվ այն խորը ներքին կապը, որ յուրաքանչյուրս երևի թե գիտակցված կամ չգիտակցված, բայց կարող է զգալ սլավոնական աշխարհի հետ, Ռուսաստանի հետ։ Եվ քաղաքական իրականություն այդպիսին է, եւ պատմական իրականություն այդպիսին է, եւ վազել դեպի ինչ որ քիչ թե շատ անհասկանալի աղոտ հեռանկարներ, այնպես ինչպես արեց Ուկրաինան, գտնվելով իմիջիալոց Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, ես չեմ կարծում, որ դա ճիշտ է սրվադրությամբ, եւ չեմ կարծում, որ դա իրական է։ Ի վերջո քաղաքականությունը դա իրական քայլերի արվեստ է, ոչ թե ինչ որ այսպես աղոտ եւ միրաժների եւ պատրանքների։ Իսկ կոնկրետ երևի նաև ակնարկում եք Գյումրիի դեպքի հետ կապված հակառուսական դրամատրությունների սրումը, ես կարող եմ ուղղակի ասել, հասկանալով մարդկանց էմոցիոնալ վիճակը, հասկանալով հուզական վիճակը, կարող եմ ասել, որ նման հոգեկան հիվանդի կարելի է երևի թե Աստված ոչ անի, իհարկե Աստված հեռու պահի բոլորից, բայց ցանկացած ժողովրդի մեջ կարելի է պատկերացնել։ Հա, երեք ես նայում էի լուրերի ժամանակ պատմում էին, շատ հանգիստ մի մարդ պատմում է ինչպես է կացնահարել մյուսին, եւ սա մեր հայրենակիցն է, եւ կենցաղային վեճը երբ ավարտվում է կացնահարությամբ, այսինքն երբ մարդիկ գործում են մարդիկ, որոնք չեն գտնվում էքստրեմալ պայմաններում, որոնք չեն գտնվում օտար հողում, սեփական հայրենիքում են, սեփական ծանոթ մարդկանց հետ գործ ունեն եւ այլն, դա նույն երևույթի դրսեւորում է։ Ուղղակի պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք ժամանակներում, երբ նման գազանային դրսևորումները, այսինքն դրսևորում մի էակի, որը մարդու հետ կապ չունի, իրենք գնալով դառնում են ավելի ու ավելի հաճախ հանդիպող, եւ այստեղ ավելի շատ պետք է հասկանալ ինչ ընդհանուր եզրակացություններ մենք պետք է անենք եւ հատկապես կրթության ոլորտում ինչ եզրակացություններ պետք է արվեն։ Արդյոք մենք ուզում ենք դաստիարակել սերունդներ համակարգչային խաղերի եւ գովազդների եւ բռնությունը գովազդող, ուղղակիորեն բռնությունը գովազդող ֆիլմերի վրա
Եվ արդյոք մենք պատկերացնում ենք ինչպիսի հասարակություն կունենանք 30 տարի հետո։ Բանը թե սոցիալիզացիայի տարբեր փուլեր, կան ընտանիք, դպրոց, հեռուստատեսություն, ձեր կարծիքով անհատի ձևավորման վրա ամենամեծը որն է ազդեցություն ունեն։ Ես հիշում եմ Արմեն Աշոտյանը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ միայն դպրոցը եթե շատ որակյալ կրթություն ապահովեր, միևնույնն է մենք չենք ունենա այն քաղաքացին, որ ուզում ենք, քանի որ գոյություն ունի նաև ընտանիք եւ գոյություն ունի նաև հեռուստատեսություն։ Խորհրդային միության ժամանակ այս երեքն էլ նույն բանն էին քարոզում։ Իսկ այժմ սրանցից յուրաքանչյուրը մի բան է քարոզում։ Ձեր կարծիքով անկիրթ, անորակ քաղաքացու, վերջնական արդյունքում չաշխատող, չձգտող քաղաքացու պատասխանատուն կրթությունն է, հեռուստատեսությունը, որին որ բաժինն է ընկնում մեղքի։ Լավ հարց է, նախ եւ առաջ ես կուզենայի ասել, որ չեմ կարծում, որ խորհրդային ժամանակ երեքն նույն բանն էին քարոզում, օրինակ իմ ընտանիքը չէր քարոզում, այն ինչ որ քարոզում էր դպրոցը կամ հեռուստատեսությունը, եւ ընկերներիս ընտանիքներում նույնպես։ Ես չգիտեմ ինչ նկատի ուներ պարոն Աշոտյանը, բայց մեր ընտանիքներում հակառակը կար շատ ուժեղ հակադրում խորհրդային քարոզչությանը։ Եվ ես կարող եմ ասել, որ այն ձևավորումը, որ ստացել են շատ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, որոնք բավականին լուրջ նպաստ ունեն մեր երկրի մշակութային զարգացման մեջ, պայմանավորված է հենց նրանով, որ ընտանիքներում բացարձակ այլ արժեքներ էին քարոզվում, քան դպրոցում եւ հեռուստատեսությամբ։ Թեև ես համաձայն եմ, որ այդ երեք գործոնները շատ հզոր են, բայց ես կասեի, որ ամբողջությամբ պատասխանատվությունը իրար մեջ երևի թե պիտի կիսեն երկու սյուները, դա ընտանիքն ու դպրոցն են։ Հեռուստատեսության գործոնը դառնում է ուժեղ այն դեպքում, երբ ընտանիքի եւ դպրոցի գործոնը թույլ է։ Այսինքն, երբ դպրոցը չի տալիս այն սնունդը, որը պիտի ստանա երեխան, որպեսզի ներքին հարուստ աշխարհ ձևավորվի իր մոտ, որպեսզի առողջ զարգացում տեղի ունենա, եւ երբ ընտանիքում չկա անհրաժեշտ վերահսկողություն եւ անհրաժեշտ, ես չի ասի նույնիսկ գիտակցություն, էլեմենտար տարրական բնազդ նրա վերաբերյալ, թե ինչ դեր եւ ինչ ծավալ կարելի է հատկացնել հեռուստատեսությանը երեխայի կյանքում եւ որ ալիքները ու որ հաղորդումները կարելի է թույլ տալ, որ երեխան նայի, իսկ որ ֆասթ ֆուդը երեխան պիտի կուլ չտա։ Այնպես որ հեռուստատեսությունը դառնում է եւ իհարկե ինտերնետը համացանցը դառնում է երրորդ գործոնը միայն նրանից հետո, երբ ընտանիքն ու դպրոցը չեն կատարում իրենց գործը բավարար չափով։ Պարոն, մեզ մոտ այս Ռուսաստանի դեպքերի հետ կապված, Սահմանի դեպքերի հետ կապված, բազայի դեպքերի հետ կապված, կարծես շատ սկսեցին խոսել այն մասին, որոշ թափ վերլուծաբաններ, որ ոչ Ռուսաստանն է մեղավոր, ոչ Արևմուտքն է մեղավոր, ամեն պետություն ունի այն, ինչին ինքն է արժանացել։ Մեզ մոտ կարծես, այսինքն ասենց վերաքննելով, վերլուծելով, բոլորը եկան այն եզրակացության, որ մեղավորը մենք ենք, մեր սեփական իշխանությունները, մեր վարած քաղաքականության հետևանքով է այսպես։ Սակայն Հայաստանում մարդիկ ոչ վերևից ներքև են փոփոխությունը տեսնում, ոչ ներքևից վերև, այսինքն այդ ամեն ժողովուրդ արժանի իր իշխանությանը կարծես բանաձևն են շրջանառում եւ ինչպես եք դուք տեսնում Հայաստանում փոփոխությունները։ Ես իհարկե կարող եմ հիմա շատ հանգիստ ասել, որ Հայաստանում վիճակը ողբալի է, բայց դրանից ոչինչ բան դեպի լավը չի փոխվի։ Ես ընդհանրապես կարձանագրեմ ինչ-որ տափակ ճշմարտություն, որը պարզ է բոլորին, կարծում եմ նույնիսկ հանրապետական կուսակցության ղեկավարներին, որքան էլ նրանք խոսեն հակառակի մասին։ Ես կարծում եմ նաև, որ ստեղ կա շատ կարևոր մի բան, մենք մոռանում ենք մտավորականության պատասխանատվության մասին։ Երբ այն մարդիկ, որոնք թվում է, որ կազմում են ժողովրդի մտավոր ներուժը, մտավոր սերուցքը, կամ ես տանել չեմ կարող այդ բառը, բայց օգտագործեմ, քանի որ ընդունված բառը էլիտան, երբ այդ մարդիկ խուսափում են պատասխանատվությունը իրենց վրա վերցնելուց, եւ ես չեմ ասում միայն այս պահի մասին, ես խոսում եմ արդեն 91-92 թվականներից սկսած process-ի մասին, գերադասում են ամեն գնով հեռանալ Հայաստանից եւ հետո դրսից, միգուցե օգնելով տարբեր մարդկանց հարազատներին եւ այլն, բայց բոլոր դեպքերում դրսից քննադատել, ամեն գնով խուսափելով, այսպես կեղտոտվելուց, ասելով քաղաքականությունը կեղտոտ գործ է, ես չեմ ուզում դրա ոչ մի առնչություն ունենալ։ Նրանք ի վերջո հանձնում են երկիրը օլիգարխիկ խմբերին, օլիգարխիայի կլաներին։ Սա հարցի մի կողմն է, որը պետք է հաշվի առնել ցանկացած իշխանություն, որ հիմա կարող է լինելու էր միևնույնն է օլիգարխիայի իշխանություն։ Փորձեք ինձ ցույց տալ ընդդիմության մեջ որևէ ուժ, որով դուք կփոխարինեք այսօրվա իշխանությունը եւ կլինի ավելի լավ, դա շատ դժվար է։ Իսկապես շատ դժվար է։ Երկրորդ գործոնը, որ մենք չպիտի մոռանանք, դա այն է, ինչպես է դաստիարակվել մեր հասարակությունը։ Մեր հասարակությունը դաստիարակվել է խորհրդային
միությունում, որտեղ յուրաքանչյուր մարդ այնքանով էր այսպես հաջողված product համարվում, որքանով իրենից ստացվում էր ստրուկ։ Միգուցե շատ տեղեկացված, շատ այսպես գիտական զինանոցով զինված, բայց մարդ, որը լավ կատարող է եւ ոչ մի ուրիշ բան իրենից չի սպասվում։ Հենց որ իրավիճակը փոխվեց, պարզվեց, որ այն մարդիկ, որոնք լավ էին յուրացրել այդ դասերը, այսինքն այսպես կոչված լավ սովորողները, իրենք ի վիճակի չեն որևէ բան անել, իրենք կամազուրկ են։ Որոշակի կամք դրսևորեցին հիմնականում այն մարդիկ, որոնք խորհրդային դպրոցներում ամենաթույլ աշակերտներն էին, որոնք փախչում էին դասերից, բայց կյանքը գիտեին եւ քանի որ այդ մսաղացի մեջ իրենք չկային, իրենք ամուր դուրս եկան։ Հիմա հասարակությունը իրենց ձեռքերում է։ Ողբերգական իրավիճակ է ստեղծվել, երբ այն մարդիկ, որոնք կարծես թե պիտի որ ունենային որոշակի բարոյական իդեալներ, քանի որ չգիտեմ, գիրք էին կարդում եւ դաս էին սովորում, այնուամենայնիվ չունեն կամային որևէ ուժ, որևէ ընդունակություն, որպեսզի այդ իդեալները կարողանան իրագործել։ Իսկ այն մարդիկ, որոնք ունեն այդ ուժը, կյանքի գիտելիքը եւ ամուր կամքը, իրենք բացարձակ չունեն որևէ բարոյական իդեալներ, իրենք երևի կյանքում 2-3 գրքից ավել չեն կարդացել, իսկ միգուցե ընդհանրապես տարաճանաչ չեն, գոնե բանավոր խոսքից ազգային ժողովից գալի, падգամավորներից գալի տոկոսից նման տպավորություն կարելի է դուրս բերել։ Այդ մարդիկ իշխում են եւ դա իրենց մեղքը չի եւ մյուսների մեղքը չի, դա խորհրդային կրթական համակարգի պատճառով է եղել այդպես, որը մինչև այսօր շարունակում են գովաբանել, մոռանալով, որ յուրաքանչյուր կրթական համակարգի արդյունքները գնահատելու համար պետք է հասարակությանը նայես 30 տարի հետո։ Հիմա նայեք մեր հասարակությանը եւ եթե դուք դժգոհ եք, նայում եմ ձեզ, նայում եմ ձեր սերնդի այդ կրթությունը եւ նայում եմ մեր սերնդին եւ նայում եմ եկողը ավելի ահավոր է։ Հա, բայց դուք նայեք հասարակությանը, հիմա մենք ունենք հասարակություն, որ արդյունք է եւ պտուղ է նրա, ինչը կատարվեց դպրոցներում 30 տարի առաջ, 40 տարի առաջ։ Կրթությունը դուք կարող եք այդպես գնահատել, դուք չեք կարող նայել այսօր եւ տեսնել այսօրվա պտուղները։ Դուք այսօր կարող եք միայն շատ տխուր կանխագուշակումներ аնել, ինչ կլինի 30-40 տարի հետո։ Այսինքն այնուամենայնիվ խորհրդային միության կրթությունը ինչքան էլ չլինի, ինքը ավելի վատը չէր, քան այսօրվան։ Ինքը ավելի վատը չէ, որովհետեւ այսօր էլ է մնում խորհրդային կրթություն։ Եթե որևէ մեկը կարծում է, որ խորհրդային կրթահամակարգը ոչնչացել է խորհրդային դպրոցի խորհրդային միության հետ միասին, չարեչար սխալվում եք։ Երիտ խորհրդարանը չէ՞ կա, եթե չեմ սխալվում, երիտասարդական խորհրդարան, որը խորհրդային միության հետ ոչ մի կապ չունի, այսինքն 16-ից 17 տարեկան մարդիկ են, բայց նրանք ձեր ասած այդ երկու գիրքն էլ չեն կարդացել միգուցե։ Հա, բայց դա ընդհանրապես շարունակությունն է այն պատկերի, որը կար ժամանակին որպես կոմսոմոլ։ Ես հիշում եմ մեր դպրոցի պատկերը եւ երբ կոմերիտական ակտիվիստները արդեն հենց 7-8-րդ դասարանից պատրաստի կարիերիստներ էին, որոնք իրենց պատրաստում էին կենտկոմում աշխատելու համար, որոնք, չգիտեմ, փոխկապը կապելուց կամ թաշկինակը այսպես պիջակի գրպանում տեղադրելուց սկսած ակնոց ուղղելու ժեստով վերջացած, քայլելով եւ այլն, արդեն պատրաստի ֆունկցիոներներ էին, որոնք նույնպես ոչ գրագետ էին, ոչ կիրթ էին եւ այլն։ Նրանք հակառակը սովորաբար մարդիկ, որոնք այդպեսին էին, իրենք հիմնականում ոչ դասերի մեջ էին շատ ակտիվ, ոչ մի բանով աչքի չէին կնքնում։ Բայց դրան զուգահեռ կար նաեւ հսկայական այդ ինչու հա Հայաստանում այսքան IT-ին կարողացան զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որովհետեւ հենց մասնագետները նշում են, որ Հայաստանում այդքան նշում ենք ուղեղի արտահոսք եղավ եւ այլն, այդքան ինժեներ կար, այդքան մասնագետներ կային, այսինքն Հայաստանը համարվում էր ուղեղների երկիր այնուամենայնիվ։ Դրան զուգահեռ կար սա, իսկ հիմա կարծես միայն սա է։ Մեր դպրոցից չի կարող դուրս գալ։ Խորհրդային միությունը հսկայական ներդրումներ էր անում հանրապետությունների կրթության մեջ եւ գիտության մեջ, մասնավորապես Հայաստանի։ Մեզ մոտ այդ ժամանակ ինստիտուտներ էին բացվում, չգիտեմ, ֆիզիկայի ինստիտուտ, միայն ֆիզիկայի ոլորտում Երևանում երևի 3-4-5 միութենական մասշտաբի ինստիտուտներ կային։ Այդ ներդրումները իսկապես հսկայական էին եւ փոքրիկ պետությունը նման հնարավորություններ ոչ ուներ, ոչ էլ երբևէ շանս կունենար նման բան անելու։ Ուրիշ հարց, որ մենք ամեն ինչը կորցրեցինք 90-ական թվականների այդ համընդհանուր թալանի եւ համընդհանուր փախուստի շրջանում, երբ մտավորականությունը իրականում կարծում եմ չկատարեց այն դերը, որը պիտի կատարեր անկախ պետությունը ստեղծելուց։ Օրինակ կարող եմ ասել, որ 18-ից 20 մեր առաջին հանրապետության շրջանում ճիշտ հակառակ process-ներ, պետությունը գտնվում էր շատ ավելի ծանր վիճակում, հասարակությունը գտնվում էր պարզապես ողբալի վիճակում, շատ փոքր տարածքում ահավոր քանակությամբ սոված մարդիկ, աղքատություն, գաղթականներ արևմտյան Հայաստանից եւ չնայած դրան կառավարությունը ջանք չէր խնայում, որպեսզի բերեր այստեղ մարդկանց եւ չնայած դրան մարդիկ գալիս էին թողնելով Բերլինը, Պետերբուրգը, Մոսկվան, մարդիկ գալիս էին այստեղ, որպեսզի ստեղծվի համալսարան, ստեղծվի կոնսերվատորիան, ստեղծվի Երևանի հատակագիծը եւ այլն եւ այլն։ Եվ դա չէր կարող լինել միայն կառավարության մտավորական լինելու շնորհիվ, դա իհարկե իր դերը ուներ, բայց դա նաև մտավորականների գիտակցությունն էր։ 90-ական թվականներին մեզ մոտ հակառակ process-ը կատարվեց, ով կարող
կարողացավ փախչել, փախավ։ Պարոն Աթայան, այժմ լսենք մեկ լուր մեր լրահոսից, այնուհետև կրկին կանդրադառնանք քննարկվող թեմաներին։ Կառավարության որոշմամբ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրեր աշխատելու նպատակով գործուղվող եւ պայմանագրային պարտականությունը չկատարող բուհերի շրջանավարտները պետությանը պետք է վճարեն իրենց ուսման վճարի եւ կրթաթոշակի կրկնապատիկը։ Ինչպես կառավարության նիստին նշել է Կրթության եւ Գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում 8 տարվա մշտական բնակություն ունեցող ուսանողները, որոնց փոխարեն կրթության ծախսը վճարում է պետությունը, ուսումն ավարտելուց հետո պարտավոր են իրենց բնակության վայրում աշխատել 5 տարի։ Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ սա միանշանակ ճիշտ որոշում է։ Օրենքը դա պահանջում է։ Օրենքը ասում է՝ գյուղի բնակիչ երիտասարդ, եթե դու պետության միջոցներով գործուղում ես սովորելու եւ վճարվում է պետությունը քո կրթության գումարը, դու պայմանագրով պարտավոր ես 5 տարի աշխատել։ Իսկ եթե չես կատարում քո պայմանագրային պարտավորությունները, ապա կրկնակի վերադարձնես։ Շատ իրավացի է։ Կարծում եմ, որ այո, պետք է այդպես լինի։ Մեր հարցին, թե արդյոք պետությունն իր հերթին չպետք է պայմաններ ապահովի, որպեսզի սահման մեկնած շրջանավարտը կարողանա աշխատել, Տիկին Բախշյանն այսպես արձագանքեց։ Տեսեք, նախ այդ երիտասարդին տեղական ինքնակառավարման մարմինը երբ գործուղում է սովորելու, այդ նշանակում է ինքը պարտավորվում է աշխատանքով ապահովել հետո։ Այսինքն այդ տեղը թափուր է, մասնագետ չունի եւ ինքը մասնագետը ուղարկում է փող է տալիս սովորի, որ ետ գա։ Այստեղ երկուսեք պայմանագրային հարաբերություններ են։ Այսինքն պետությունը տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է ապահովել աշխատանքով, եթե վերադառնա, եւ եթե չի ապահովում, ապա ինքը պիտի ինչ որ ձևով տուժ տուգանք կրի եւ երկրորդը պայմանագրի մյուս կողմը երիտասարդը եթե չի վերադառնում իր պայմանագրային պարտավորությունները կատարելու ինքը ուրեմն պիտի տուժ տուգանքը կրի։ Այսինքն կառավարության որոշմամբ պիտի երկու կողմի պայմանները խախտելու մեխանիզմները դներ։ Կարծում եմ սա ճիշտ որոշում է, թեև արմատական արդյունքների բերել չի կարող, այսինքն դա ավելի շատ տակտիկական որոշում է, քան ստրատեգիական, հարցի լուծում չի, բայց բոլոր դեպքերում գոնե ինչ որ քայլ է, որը ես չէի քննադատի, օրինակ ես կհամարեի, որ դա ճիշտ քայլ է, եւ առավել եւս որ գոյություն ունի իսկապես օրենք եւ գոյություն ունեն որոշակի պայմաններ, որոնց մասին մարդը սկզբից արդեն տեղյակ է, եւ ընդունում է խաղի օրենքներ, եթե ընդունել ես որոշակի խաղի օրենքներ, ուրեմն պիտի միջև վերջ դրան հետևես, այլապես ընդհանրապես որևէ պետություն չի կարող կայանալ։ Երևանում երևանցիներ չեն մնացել, որովհետեւ հիմնականում մարզերից ուսանողները գալիս են, այստեղ վարձով ապրում են, հետո ինչ որ ձևով ելք են գտնում այստեղ ամուսնանալու մնալու, արդյոք մենք արդար ենք, երբ ասում ենք վերադարձեք ձեր մարզերը, ձեր գյուղերը, այսինքն ինչպես է հնարավոր զարգացնել այդ գյուղերը, որպեսզի երիտասարդը ցանկանա այնտեղ մնալ ձեր կարծիքով։ Հարցին էլի պետք է մոտենալ պատմական համատեքստում 70-ական թվականներին, երբ Երևանը ամեն գնով փորձում էին դարձնել այդ ժամանակվա իշխանությունները միլիոնանոց այսպես քաղաք, որպեսզի որոշակի երևի պայմաններ, չգիտեմ, ստանան խորհրդային կառավարությունից զարգացման համար անհրաժեշտ հնարավորություններ եւ այլն, կատարվեց մի բան, որը ելի կարելի էր անվանել տակտիկապես ճիշտ, բայց որը ստրատեգիական առումով շատ վտանգավոր էր երկրի համար։ Երկրի բնակչության 1/3-ը հետագայում կարելի ասել նաեւ կեսը, հաստորեն այդ քաղաքականության հետևանքով կուտակվեց մի քաղաքում։ Մինչդեռ ես կարծում եմ, որ կարելի էր, ասենք, չգիտեմ, Երևանում մետրո չկառուցել, բայց ուշադրությունը ուղղել դեպի մարզերը եւ գնալ նրան, որ երկիրը զարգանա համաչափ։ Սա շատ կարևոր բան է։ Իհարկե այսօրվա դրությամբ ես որևէ մեկին չեմ կարող մեղադրել նրա համար, որ իրենք թողնում են բավականին ծանր կյանքը մարզերում եւ ձգտում են գալ Երևան, որտեղ գոնե հնարավորությունները ավելի շատ են։ Եվ ընդհանրապես ցանկալի է, որ ոչ մեկը ոչ մեկին չմեղադրի, եթե իր սեփական օրինակով չի ուզում նման ճակատագիր ապրել։ Դրա համար ես կասեի, եթե որևէ օղակ պիտի այստեղ մեղադրվի, ես նույնպես կասեի մեր քաղաքի Երևանի երիտասարդությունը, Երևանի մտավորականությունը պիտի որ փորձի մտածել ինչ կարելի է անել, որպեսզի մարդիկ գնան մարզերում աշխատեն, հակառակ հոսքի մասին է պետք հիմա մտածել։ Ոչ թե նրա մասին ինչ անենք, որ մարզերի մարդիկ չգան այստեղ, այլ հակառակը ինչ անենք, որ Երևանի կրթված խավի մի մասը տեղափոխվի մարզեր։
Նման process-ներ եվրոպական տարբեր երկրներում եղել են, ասենք նման process-ներ գիտեն սկանդինավյան երկրները, գիտի Իռլանդիան, որտեղ մեծ զարթոնք շատ ծանր տարիներից սովից արտագաղթից հետո 20-ական 30-ական տարիների ողբերգական իրադարձություններից հետո սկսվեց մտավորականության հոսքը դեպի գյուղերը։ Հենց իռլանդական օրինակը շատ հետաքրքիր, իռլանդացիները շատ նման են հայերին, տարբեր բնավորության տարբեր գծերով եւ պատմության իմիջիալոց նաեւ տարբեր էլեմենտներով հետաքրքիր կլիներ մենք ուսումնասիրեինք այդ ազգային վերելքի այդ տարբերակը, հա։ Ես օրինակը երազեի, որ իմ աշակերտներից հետագայում որոշ մարդիկ նման համարձակություն ունենային եւ գնային գյուղերում դպրոցներ հիմնեին, գնային գյուղերում, չգիտեմ, տներ վերցնեին, աշխատեին, փորձեին, թեկուս հողի հետ աշխատեին։ Ուրիշ հարց, որ իհարկե ցանկալի կլիներ, որ կառավարությունը ստեղծեր, որ ունենար որոշակի ծրագիր եւ ստեղծեր այդ ծրագրով պայմաններ մարզերի զարգացման համար, դա դեռ չի երևում։ Վերջին հարցն եմ ուզում տալ, ես հիշում եմ դուք խոսում եք այն մասին, որ տարբեր կառավարման համակարգերից, հա, դեմոկրատիայից մեզ այս բանն է պետք, չգիտեմ, ինչ որ միապետությունից այս համակարգն է պետք։ Ձեր կարծիքով Հայաստանի համար ամենաիդեալական կառավարման համակարգը ո՞րն է։ Եվ արդյոք կառավարման համակարգը այս դարի ժողովրդավարություն կոչվածը չի նվազեցրել անհատի դերը։ Նայում ենք առաջին հանրապետության ժամանակ մեր նախարարների լիազորությունների մասշտաբին, այսինքն ինչ էր նախարարը, հա, դա լուրջ հարց լուծող մարդ էր կարծես թե, ու այսօր արդյոք կառավարման համակարգը այս 21-րդ դարի չի ազդել անհատի դերի նվազեցման վրա։ Այսինքն այնքան համակարգային է ամեն ինչ դարձել։ Կա նման երևույթ, բայց պետք է ասեմ, որ դեմոկրատիայի մասին մեր տարբերակում խոսելը դեռ շուտ է, որովհետև դեմոկրատիան ավելի շատ ինչ որ դեռ կիսադատարկ ձև է Հայաստանում, ինքը ավելի շատ օլիգարխիայի բնույթ ունի մեր հասարակությունը, քան դեմոկրատիայի։ Ես կասեի, որ հայ ժողովրդի լավագույն գծերի լավագույն դրսևորումը ես կպատկերացնեի հասարակության ինքնակառավարման մոդելի միջոցով, որը ենթադրում է քաղաքացիական հասարակության այնպիսի զարգացում, երբ կառավարությունը կատարում է ընդամենը որոշակի շատ չնչին ռեգուլատիվ, այսպես դեր եւ շատ չնչին լծակներ ունի հասարակական կյանքի մեջ խառնվելու առումով հիմնականում պաշտպանում է ուղղակի քաղաքացու իրավունքները։ Այդ պարագայում հասարակությունը կառուցված կլիներ հենց անհատի վրա, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացի կունենար որոշակի պատասխանատվության աստիճան։ Ուրիշ հարց, որ դեպի նման հասարակություն շատ երկար ճանապարհ է տանում։ Ես ասացի հայ ժողովրդի բնավորությունը դա իմ կարծիքով մենք տեսանք կարծես այդ մոդելով էին, հա, մարդիկ հավաքվել էին, մեկը հարցնում էր, մարդիկ քվեարկում էին, կարծես են հին հռոմի բաններ հիշեցնում։ Նման ուղիղ ժողովրդավարության դրսևորումները միշտ հղի են ամբողջավարության վտանգով, որովհետև պետք չի շփոթել հասարակությունը եւ ամբողջը։ Ես չեմ ուզում ասել, որովհետև ես այնտեղ չեմ եղել, եւ չեմ էլ տեսել այն կադրերը, որոնց մասին դուք ասում եք, եւ մարդիկ ուղիղ քվեարկում են, բայց ես միշտ նման դեպքերում կհարցնեի, իսկ ասենք եթե բոլորը քվեարկում են այս կերպ, արդյոք հեշտ է որևէ մեկին ով մտածում է այլ կերպ ձեռքը բարձրացնել եւ ասել ոչ, ես համաձայն չեմ։ Ինձ թվում է սա հենց այն տարբերակն է, երբ դեմոկրատիան դառնում է մահակ, որով կարելի է ցանկացած մարդուն լրացնել, որովհետև ինքը համաձայն չի մեծամասնության հետ։ Ես պատկերացնում եմ դա մի քիչ այլ կերպ։ Ես դա պատկերացնում եմ ոչ հուզական դաշտում, այլ ավելի շատ համատեղ աշխատանքի եւ այսպես ասոցիատիվ կապերի միջոցով ձևավորվող հասարակության տեսքով, որի ուղղությամբ գնալը երևի ենթադրում է տասնամյակներ առնվազն կամ նույնիսկ հարյուրամյակներ, միգուցե տասնամյակներ, եթե կարողանանք ուրիշներից լավագույն փորձ վերցնել, բայց իհարկե դա մի բան է, որի մասին ավելի շուտ պետք է հիմա երազել, քան սպասել, որ այսօր վաղը դա կարող է լինել։ Շնորհակալություն հարգելի ռադիո լսողներ, հիշեցնենք լրատվական ռադիոյի եթերում Թարմ ուղեղով հաղորդաշարներ, տաղավարում աշխատում էր Հայկո Հիմինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա Թարմ ուղեղը Արա Աթայանն էր։ Հաջողություն։